Բայց կառավարությունում նախ այս հակասությունը մեկնաբանում չկա խանձ, խորհրդարանական կառավարման երկրում կառավարության անդամների երկու միլիոններ Ես միայն լրագրողներին եմ նախանձում, մեկնեք, որովհետև ոչ մեկս չգիտենք, թե լրատվական կայքերը որտեղից են ֆինանսավորվում, չգիտենք մեր լրագրողները ինչքան աշխատավարձ է ստանում, բայց իրենք ժողովրդի իշխանության ներկայացուցիչներն են, այդ առումով մենակ լրագրողներին եմ նախանձում, թե ճակերտավոր ջրաբերման հարցից ես հարցին պատասխանում դա մարդկանց աշխատավարձն են, որը Պարոն Սիմոնյան, տեսեք, Նիկոլ Փաշինյանը պատգամավոր ժամանակ օպերատորներ ջան խնդրեմ կամացել։ Պատգամավոր ժամանակ Նիկոլ Փաշինյանը այսպես հողորջում էր, ձայնի տոնը բարձրացած, ասում էր մեր բաները, թոշակառուները, մեր մարդիկ, աղքատները 200,000 են կազմում, հացին կակա են ասում, տարիք տվեք թոշակառուներ ներթոշական, հիմա ձեր կառավարությունն է, կառավարության դիսկն վարչապետը, ասում է ազգային ժողովում էլ անգլոնից ասես 10,400 դրամ էլ որ բարձրացնենք, դա կենսաթոշակառուների կյանքում բան չի փոխելու, ով որ 25,000 ջերուսման փող է տալու 35,000 է տալու ու էլի չի տաքանալու, այդ ո՞նց եղավ որ Սերժ Սարգսյանի իշխանությունից դուք ասում եք, հələ փողը տվեք մեր տատիկ պապիկներին, բաներ են, միսիաների ցուցակները ավարտի հարցը հասկացա։ Ահա, դե այդ ո՞նց եղավ որ այն ժամանակ ոնց բաներ պահանջում, հիմա տատիկ պապիկները էլ են տատիկ պապիկները, չէ՞։ Ավարտեցի։ Այն մարդիկ, ովքեր որ պետք են տատիկ պապիկների աշխատավարձները բարձրացնեն, այդ մարդիկ պետք է արեստավարժ լինեն։ Դա մեկ։ Երկրորդը այն մարդիկ, ովքեր որ այսօր այդ տատիկ պապիկների հոսանքի վարձի, որակի գործով են զբաղվում, ճանապարհների խաղաղություն են բերում եւ պետության բոլոր ուղղություններով աշխատում են եւ ամեն աստծոր ամեն ինչի մեջ մեղադրվում են, այդ մարդիկ պետք է կարողանան երկիրը ներկայացնել, նորմալ շոր հագնեն, կարողանան աշխատանքի գան եւ վերջի վերջո իրանք պետքա մրցունակ լինեն, որպեսզի նույն պետական հիմնարկում աշխատողը չնախընտրի գնա դուրսը աշխատի եւ չնախընտրի որևիցե մասնավորի մոտ աշխատի։ Եթե դուք համեմատականներ անցկացնեք մասնավորի աշխատավարձների եւ պետական հիմնարկների աշխատավարձների մեջ եւ կտեսնեք, որ մարդը կնախընտրի շատ ավելի շուտ գնա աշխատի մասնավորում, ազատ մնա այս տեսախցիկների քանակից, նման հարցերից եւ չգիտեմ տարբեր տեսակի մեղադրանքներից։ Ես կներեք դուք անդադ խանգարում եք, մի լրեք, եթե չէ նոր իրար հետ խոսում եք, մի խանգարեք հարցին եմ պատասխանում ձեր գործընկերոջ։ Եվ վերջի վերջո հենց այս կառավարություն, հենց այդ մարդիկ են, որ ուսուցիչների աշխատավարձներն են բարձրացնում եւ բարձրացրել են եւ այսօր ուսուցիչներ եւ զինվորականներ կան, որոնք որ շատ ավելի շատ են ստանում, քան օրինակ падգամավորները։ Բարձրացրել են այդ նույն տատիկ պապիկների թոշակները։ Այնպես տպավորությունն է, դուք այնց ձևով եք ներկայացնում, որ 5-6-7 տարի է անցել, որևիցե բան չի բարձրացել, մեկ է այդպես այս չինովնիկները վերցրեցին, իրենց աշխատավարձները բարձրացրեցին։ Ես անցյալ անգամ էլ եմ ասել, դուք չկայք, հիմա նորից եմ ասում։ Ֆիքսեք, падգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 միլիոն դրամ է, թե ինքը 500,000 դրամը կստանա ամեն ամիս, այն մյուս 500,000 դրամը կհավաքվի տարվա վերջում միանգամից կստանա, կտոր կստանա, դա իր աշխատավարձի մասն է։ Անունը կլինի պարգևավճար, անունը կլինի, չգիտեմ, մի այլ բան, դա իր աշխատավարձի մի մասն է։ Այլ հարցը, որ դուք շատ հաջող կալկուլյացիա եք անում, կարողանում եք վերցնել ենթադրենք մի տարվա 700 հոգու աշխատավարձը գումարեք իրար, վերածեք դա դոլարի, ասել աստղաբան, ինչ ասեց, ազատության Կարլենա։ Դե բայց աստղաբաշխական թվերը։ Իսկ դուք գիտեք ազատությունում ինչքան են ստանում լրագրողները, աստղաբաշխական բյուջեից չեն ստանում։ Հարգելիս, Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ այլ երկրի կամ այլ կազմակերպության բյուջեից են ստանում։ Ես կրկնում եմ։ Հանրային միջոցների, պարոն Սիմոնյան, հանրային միջոցների։ Դու այն մնացածը որ սրանից առաջ խոսում էի, մենք չէինք լսում։ Չէ, լսում եք, այդտեղ կամ վիճելի։ Պաշտոնյայի աշխատավարձը այդքան է։ Բանկի աշխատավարձը, բանկի օրենքով չենք ֆիքսում, որովհետև խնդիր կա, կանենք։ Դրա համար վարչապետը նաև ասաց, որ սա միջանկյալ լուծում է։ Ֆիքսեք, աշխատավարձը այդքան է։ Ասում եմ, եթե այդքան ջանասիրաբար ձեզ այդ ամեն ինչը անհանգստացնում է, վերջի վերջո հայտարարություններ եք անում լրագրողներով, լրագրողական ինչ-որ կազմակերպություններով, հարգելիներս, սկսեք
ձեր թափանցիկությունից։ Մենք թափանցիկ ենք, առնվազն դուք մեզ քննադատում եք, մենք ինչ-որ ձևով բան ենք անում, հիմա ձեր թափանցիկությունից սկսեք։ Շատ լրագրողների մասին էլ կան դրանք։ Ես իրան եմ խոս տվել, իր հարցերին պատասխանեմ, հետո ձեր հարցերին կպատասխանեմ։ Պարոն Սիմոնյան, Հիշեք։ ՕԳԳ պետք է ունենա կառավարությունը, որպեսզի այդքան Իսկ ով որոշ, ով ասել, ով ձեզ ցույց տվել դուք այդ ՕԳԳ-ն ասեք։ Դուք որպես քաղաքացի կետակ այդ ՕԳԳ-ից ելնելով կքվեարկեք Քոչարյանի ՕԳԳ-ին, Սերժ Սարգսյանի ՕԳԳ-ին, Մարտել կլինի կգնա Նիկոլ Փաշինյանի ՕԳԳ-ին կքննարկի։ Հիմա խենք է մենք դա քննարկում։ Տեսեք, Նազելի Բաղդասարյանը դուք էլ քիչ առաջ վկայակոչեցիք խաղաղություն բերելու փաստար կա, որ խաղաղություն եք բերել եւ այլն ու դա համարում եք արդյունավետություն, որի համար կարելի է պարգևատրվել։ Չէ, ես տենց բան չեմ ասել։ Նազելի Բաղդասարյանն ասել է, ես Նազելի Բաղդասարյանը չեմ։ Ես Նազելի Բաղդասարյանի խոսնակը չեմ նույնիսկ։ Դե ասեք ինչի համար պիտի պարգևատրվի ձեզ բյուջեի հաշվին։ Դուք չեք լսում, երբ որ ես խոսում եմ։ Հասմեք աշխատավարձ։ Չէ, մի րոպե։ Դուք չեք լսում, որ խոսում եմ։ Լսում եմ շատ ու շատ։ Մարդիկ ստանում են, ուրեմն լսեք, աշխատավարձը 1 միլիոն դրամ է, թե ինքը 500-ը կստանա ամսվա սկզբին, մնացածը կհավաքվի կստանա տարվա վերջում, որի անունը կդնենք պարգևավճար, այդ մարդու աշխատավարձն է այդքան, որևիցե մեկ դա պարգևատրել բառից է կարճել, բայց ես ասում եմ, կրկնում եմ, դա ձևակերպումն է, դա այդ մարդու աշխատավարձն է, մինչև հենց նոր ձեր գործընկերոջը պատասխանի, պատասխանեցի, ինչեւ օրենսդրորեն դա կձևակերպենք։ Այդքան է։ Խորհրդարանական կառավարման երկիր ենք, դուք վերահսկող գործառույթ ունեք նաև գործադիրի նկատմամբ ու գործադիրի անդամները, այդպես ես պիտի երկրորդեմ, աստղաբաշխական թվերով պարգևատրումներ են ստանում, որտեղ 7-8 միլիոն, 6 միլիոնը դրանք իսկապես ահռելի գումար են մեր տիպի աղքատություն ունեցող երկրի համար։ Հիմա դուք չպիտի հաշվետվություն պահանջեք կառավարությունից, այդ միլիոնները ինչի համար եք ստացել։ Եթե խաղաղության համար եք ստանում, եթե համարում են, որ խաղաղություն են եւ դրա համար չենք ստանում ենք աշխատավարձ մեր արած աշխատանքի համար։ Դուք ասում եք խաղաղություն, ես ուրախ եմ, որ դուք որպես խաղաղությունը որպես ամենալավ ձեռքբերում այնուամենայնիվ արձանագրում եք, դա ինձ ուրախացնում է։ Բայց դա մարդկանց աշխատավարձն է, ինչ է այդպես չի, մի վիճեք հետս։ Դա մարդկանց աշխատավարձ։ Դուք ինչի համար եք, մենք այդ ձեր խնդիրը կանում է նրանում, որ դուք կորուստը ենթադրում եք, որ կարելի է փողով հաշվել։ Փողով կորուստը չեք հաշվի։ Դուք կորուստները իհարկե փողով արի չբանավիճենք, հարգելի լրագրող։ Արի չբանավիճենք, բայց պետք չի, դա լեզվամտածելակերպ է։ Այսինքն կորուստները մտածում ես պահում անեինք 44-օրյա պատերազմի համար, այս ի՞նչ տրամաբան է, ինչ ես ասում։ Ինչ համար եք դուք պարգևատրվել։ Հարգելի, մենք չենք պարգևատրել, 4-րդ անգամ եմ ասում, հատուկ քո համար, բայց վերջին անգամ։ Նախարարներն էլ չեն պարգևատրվել, այդ միլիոնները ուղղակի sense միֆ են։ 4-րդ անգամ եմ ասում, հատուկ քո համար եւ մեր հեռուստադիտողների համար։ Նախարարների աշխատավարձն է։ Ուզում ես եւս մի քանի պաշտոնյայի անուն դուր 4-րդ անգամ կրկնում եմ, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Ուրեմն 5-րդ, ես 5 թիվը շատ եմ սիրում, 5-րդ անգամ դա այդ մարդկանց աշխատավարձն է, որի մի մասը անունը տենց է դրված, դա այդ մարդկանց աշխատավարձն է, որը տարվա վերջում հավաքվել է եւ տրվել է, ասեմ ավելին, էլի է տրվելու այլ համամասնությամբ գուցե էլի է տրվելու, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Մի հատ էլ ասեմ, դա այդ մարդկանց ոչ ստացել են իրենց հասանելիքի այն նախատեսվածի մի մասը 8-րդ անգամ, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Իրար հետ, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ 10-րդ անգամ արժի, վերջ։ Որովհետև, այո, դա ոչ ֆորմալ բարձրացում է, որովհետև իրավական ձևակերպման առումով դեռ լուծումը չենք գտել։ Իհարկե նման մենք քաղաքականության մեջ նորեկ չենք, հա, մենք գիտենք, հասկանում ենք, չէ, որ նման տեխնիկապես այնպես անել, ոնց որ խոսեցինք, հա, աշխատավարձի բանով անել, հա։ Հա, ինչ որ ձևով բան, բայց տեխնիկական պատճառներից ելնելով նաև վարչապետը ասաց, որ միջանկյալ լուծում է ընտրվել նման բան։ Եւ վերջին 10-րդ անգամ ասում ես թեման փակում ենք, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Այլ հարցեր։ Չէ, լավ, մենք արի քաղաքական գործիչը եւ մեր այսօրվա դաշտի լրագրողը բարոյականությունից չխոսի։ Այդպես, ոչ կարծում ճիշտ չի դա։ Երբ որ մենք հիմա դուրս գանք, կարծում ճիշտ չի։ Լիքը մարդ նոր տարին դոմիկներում ա դիմավորել։ Լիքը մարդ դիմավորել է անլույս, անհաց, առանց ավանդական տոլմաների, առանց խոզի բդի եւ նաեւ լիքը մարդ Դուբայներում ա դիմավորել, Եգիպտոսներում ա դիմավորել, տարբեր երկրներում ա դիմավորել, հյուրանոցներում լեփ լեցուն, Հայաստանի Հանրապետության
տարբեր ռեստորաններում ա դիմավորել։ Այդտենց բաներ, այդ դեմագոգիա է։ Լսեք, հարգելիս, ես իմ խոստումը չեմ կատարել, կգնաս, կընտրես Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին կամ ում որ կնախընտրես, կամ չգիտեմ, ելով կա այնտեղ, ում որ որ իր խոստումները կատարել է, հա, պայմանավորենք տենց։ Պարոն Սիմոնյան, Ես մի հարց էլի, դուք ես ճիշտ Ում ես հասկացա։ ընտրում, որ միշտ է տենց ես, Ռոբերտ Եթե Քոչարյան, թե անկեղծ Սերժ։ չեմ հասցնում որևէ ընտրության մասնակցել, որովհետև ձեզ Այ վատ ես անում, այդ 20 րոպեն չես կարողանում գտնես գնաս ընտրում, պետք է ընտրությունների մասնակցես, այդ մի ձայնը կարող է դաշնակցությանը պետքական լինի, կամ Ռոբերտ Քոչարյանին։ Պարոն Սիմոնյան, ես ուղղակի կուզեի դուք բարձաբանեիք։ Էլ այդ հարցին չենք վերաբերվում։ Չէ, էլ չենք, արդեն 10 անգամ նման ասեց, չէ, այլ հարցեր կան։ դուք որ ասում եք պետական ապարատից կելնեն կգնան մասնավոր։ Օրինակ դուք կամ Նիկոլ Փաշինյանը, որ բարձր պարգևավճար կամ այդ աշխատավարձը չստանաք, մասնավորում որտեղ կարող եք բարձր բազմամիլիոնանոց աշխատանք գտնեք։ Ձեզ ով է առաջարկում նման աշխատանք։ Ես դա չեմ քննարկում, ես որևէ քաղաքական գործի չեմ, պետական այր եմ, ես այդպես բաների մասին չեմ մտածում, բայց կարծում եմ վատ ռեզյումե չունեմ։ Առնվազն ձեր լրատվամիջոցում կամ որևիցե այլ լրատվամիջոցում բավականին լավ լրագրող կարող եմ աշխատել։ Պարոն Սիմոնյան, բայց ես ճշտող բան եմ ուզում հարցնել, ոչ հասկանալի է։ Այդ այլ հարցեր, եթե չկան գնում եմ։ Չէ, լավ կան։ Ես ուզում եմ իմանալ